ցամաք հաց ու թեյ միայն սա են տալիս Բաքվի բանտում հայ գերուն։ Ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ահազանգում է նրա փաստաբանը։ Վիգենը չի կարողանում քայլել, անվասայլակի կարիք ունի, սակայն ադրբեջանցիները այն չեն տրամադրում։ Այս ամբողջը դիտավորություն է ըստ պաշտպանի, զրկանքի ենթարկելու քայլ, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Բժշկական օգնության մերժումը, սննդից զրկելը, դեղորայքի մատակարարմանը խոչընդոտելը եւ անվասայլակ տրամադրելուց հրաժարվելը լուրջ սպառնալիք են Վիգենի առողջության եւ կյանքի համար։ Մենք խնդրում ենք անկախ բժշկական գնահատում անցկացնել, ապահովել որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն, ապահովել պատշաճ սննդի եւ անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաեւ անվասայլակի տրամադրում։ Վիգենը տուն նոյեմբերի 16-ին է զանգահարել, մինչև այդ նրան շուրջ 45 օր ադրբեջանցիները զրկել էին նաև որևէ հաղորդակցության հնարավորությունից, ընդ որում հեռախոսազանգերի սահմանափակումներն անցնող 5 տարիների ընթացքում Էուլջեքչյանին առնվազն 2 անգամ ստիպել են դիմել ծայրահեղ քայլի հացադուլ հայտարարելու։ 2023-ին կնոջ հետ արաբերեն խոսելու արգելքի, այս տարվա մայիսին դարձյալ առհասարակ նրան զանգելու համար։ Էուլջեքչյան ասել է, որ իրեն տարել են բժշկի մոտ, սակայն ուղեկցող բանտապահները թույլ չեն տվել, որպեսզի ինքը որևէ դեղորայք ստանա։ Չնայած նրա առողջական վիճակին, նա ոչ մի բժշկական օգնություն չի ստացել։ Շարունակում է մնալ առանց բժշկական օգնության, ինչը մարդասիրական հիմնարար չափանիշների խախտում է։ Հայ-ադրբեջանական նախախաղաղության պայմանագրում կամ խաղաղության նախապայմանագրում հիշենք, չնայած իրավապաշտպան համայնքի կոչերին, այդպես էլ առանց նախապայմանների ռազմագերիների ազատ արձակման դրույթ չսահմանեցին եւ մասնագետները գնահատում են, ահա արդյունքը, ահա թե ինչ ունենք հիմա։ Վաշինգտոնյան գագաթնաժողովից ընդամենը 3 ամիս անց իրավապաշտպաններն առաջին օրվանից էին պնդում, այսպես որևէ խաղաղություն նույնիսկ կարճաժամկետ չի կարող լինել։ Իրականում շատ մտահոգիչ է իրավիճակը տեղեկատվության հասանելիության առումով։ Սեպտեմբերի սկզբից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը դադարեցրել է գործունեությունը եւ արդեն որոշակի ժամանակ դրանից առաջ անգամ հնարավորություն այցելելու ազատությունը զրկված հայերին։ Ուստի տեղեկությունները ստանում են կծկտուր ու միայն այն դեպքում, երբ որ ընտանիքների հետ են շփվում կամ ասենք դատավարության ժամանակ Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից ինչ որ լուսաբանման հաշվին։ Որոշ տեսփանների կարող էին այցելել բացակայության պայմաններում շատ լուրջ կասկածներ կա եւ մտահոգություններ անձանց առողջության, իրավունքների ապահովման եւ վերաբերմունքի առումով։ Չնայած պաշտոնական Երևանի պնդումներին, որ թեև խաղաղության փաստաթղթում ռազմագերիների խնդրին անդրադարձ չկա, այնուամենայնիվ նրանց ազատարձակման հարցը հայ-ադրբեջանական բոլոր շփումներում օրակարգային է, բացի այդ մշտապես նաև միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում են այն պահում, ընդդիմադիր պատգամավորն արձանագրում է, հենց միջազգային դերակատարներն են այս խնդիրը պերմանենտ անտեսում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը, առաջին պլան մղելով միայն սեփական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը։ Եվ վերջաբանի փոխարեն Լինդայի Վիգենի կնոջ գրառումն է։ Պատկերացրեք, իմ ամուսինը հիմա անվասայլակի կարիք ունի։ Բառերս վերջանում են։ Ես այլևս չեմ կարողանում կանգնել։ Ինձ համար ամեն ինչ ավարտվեց։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։